Եվ շարունակում ենք նույն կերպ, Վաչե Թամրազյան, համեցեք։ Հարգելի ներկաներ, այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեր պետականությունը կանգնած է ծանրագույն վտանգների առջև։ Բայց մենք չենք եկել այստեղ լոկ լսելու հերթական ճառերը, մենք եկել ենք տեր կանգնելու մեր երկրի ապագային, որն այսօր վտանգված է ինչպես արտաքին օրհասական սպառնալիքներով, այնպես էլ ներքին անպատասխանատու և պառակտիչ կառավարմամբ։ Բայց ես չեմ ուզում մեղավորներ փնտրել և քննադատության ենթարկել նրանց։ Շատ ավելի կարևոր է կենտրոնանալ այսօրվա խնդիրների լուծման վրա։ Երբ Հայ ազգային կոնգրեսը առաջարկում է իրական խաղաղության հասնելու ճիշտ ճանապարհը, այն հիմնված չէ միայն անցյալի դիվանագիտական սխալների քննադատության և արտաքին քաղաքական գծի վերաբերյալ ավելի իրատեսական առաջարկների վրա։ Որպեսզի պետությունն ապահովի իր անվտանգությունը տարածաշրջանում և աշխարհում, այն պետք է ունենա դիմադրության որոշակի ռեսուրս, պաշար և ուժ։ Ուժեղ պետությունը այն է, որն ունի ուժեղ տնտեսություն, իսկ ինչ է ուժեղ տնտեսությունը, եթե ոչ լավ գաղափարների, խելացի մարդկանց և խելամիտ կառավարման արդյունք։ Այստեղ հարց է առաջանում. ո՞րն է այն համակարգը, որը ապահովում է այդ լավ գաղափարների իրագործումը և բոլոր մարդկանց համար ապահովում է հավասար հնարավորություններ և նվազագույն խոչընդոտներ։ Այդպիսի համակարգ է առաջարկում Հայ ազգային կոնգրեսը, մի մոդել, որտեղ ժողովրդավարությունը, մարդու հիմնարար իրավունքները, տնտեսական և քաղաքական ազատությունները, օրենքի բացարձակ գերակայությունը, սահմանադրության անխախտելիության սկզբունքը, արտաքին և ներքին քաղաքականության իրատեսությունը, անձնիշխանության բացառումը անփոխարինելի սկզբունքներ են։ Ես խորապես համոզված եմ, որ առանց այս սկզբունքների մենք չենք կարող ունենալ երջանիկ քաղաքացի, չենք կարող կառուցել հաջողակ պետություն և հետևաբար իրական խաղաղությունը մշտապես մնալու է մեզ համար պատրանքի նման մի բան։ Մեր քաղաքական ուժի իմաստության շնորհիվ տապալվեց չարիքի մի կայսրություն և ավելի քան 600 տարի օտարի լծի տակ ապրելուց հետո մենք կարողացանք ստեղծենք կայուն, անկախ մի պետություն, որի պայմաններում ծնվեց և մեծացավ նաև իմ սերունդը։ Հիմա մենք պետք է պաշտպանենք այդ նվաճումը, մենք պետք է վերահաստատենք անկախ պետություն ունենալու, երջանիկ և ինքնուրույն ապրելու մեր ժողովրդի իրավունքը։ Սա դժվար գործ է, հեշտ չի լինելու, բայց մենք պետք է պայքարենք մինչև վերջ։ Շնորհակալություն և ի գործ։ Շնորհակալություն, Վաչե ջան, շնորհակալություն։